2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ YouTube կայքում հայտնվել է հերթական նոր տեսանյութը, այն վերնագրված է Գրիգոր Գևորգյանի սպանությունը։ 28-ամյա Գրիգոր Գևորգյանը 2008 թվականի մարտի 1-ին սպանվել է հրազենային կրակոցից Լեոյի և Պրոշյանի խաչմերուկում գտնվող կամարի տակ, դեպի տուն տանող ամենօրյա ճանապարհի վրա։ Մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումը։ Մարտի 1-ի ողբերգության 10 զոհերից մեկը Գրիգոր Գևորգյանը կոնդի բնակիչ էր։ Այս տեսանյութում պատկերված է, թե դիպուկահարներն ինչպես են գնդակահարում Գրիգոր Գևորգյանին, իսկ այնուհետև թույլ չեն տալիս, որպեսզի ցուցարարները օգնություն ցույց տան նրան։ Տեսանյութում նրա անշարժ դին մոտ 30 րոպե ընկած է գետնին։ Ցուցարարների դիմաց կանգնած են զորքերը եւ ցուցարարները կրակոցներից թաքնվելով փորձում են օգնություն ցույց տալ ընկած Գրիգոր Գևորգյանին։ 2008 թվականի մարտի 1-ին ժամը 24-ի սահմաններում Գրիգորի բջջային հեռախոսը ընդհանրապես անջատվել է։ Ամբողջ գիշեր նրան հարազատները փնտրել են, սակայն չեն կարողացել գտնել։ Նրա դին հայտնաբերվել է մարտի 2-ին Արմենիա բժշկական կենտրոնում։ Գրիգոր Գևորգյանի կնոջը հայտնել են, որ մինչև զոհվելը Գրիգորի բջջային հեռախոսը նրա ձեռքին է եղել եւ նա նկարահանումներ է կատարել դեպքի վայրում։ Նրա հեռախոսի մեջ պահպանված են եղել այրվող մեքենաների նկարները։ Գրիգոր Գևորգյանը 2 անչափահաս երեխաների հայր էր։ Նա նաև Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի որդի էր։